Վստահ եմ ավելի քան այս 15 տարվա այդ ներքին կոնֆլիկտի մասին տեղյակ կլինեի կամ միգուցե հարևանների այս վերջի սպանությունից առաջ ինչ որ խոսակցություն, մեկը մյուսին որևէ կարծիք, արտահայտություն հնչեցել դեպքից տեղյակ կլինեք, ինչ եք լսել, ինչ եք տեսել։ Լսել եմ, որ ինչ որ տարիներ առաջ կոնֆլիկտ է եղել, թեթև վիճաբանություն ցես կրտուկը։ Դե այս անձնավորությունը իրանց ազգի բարեկամներից մեկի կնոջ նկատմամբ անվայելիչ արտահայտություններ ցույց տվել, թե ծանրերով հավաքվել էին, տալել են մերկու խփել էին, ծեծել էին, բայց Գագային հաստատ դրան չի մասնակցել։ Բայց գիտես ինչու այդ մարդը երկար տարիներ պահելով այդ ողը եկավ Գագարինից հանեց, մենք չհասկացանք թե ինչու։ Երևի իրանից ձևի էր հարմար։ Ձեր տունը որն է, ես ասում եմ դուք պարբերաբար տեսնում եք օրինակ հարևանները գնում։ Այսինքն պարբերաբար եւ Թադևոսին եք Հովակիմյան տեսեք եւ Այո, ամեն օր։ Ոչ մի կոնֆլիկտ, ոչ մի խոսակցություն։ Հատկապես ես այդպեսի բան չեմ տեսել, հատկապես վերջի ժամանակներում նրանք իրար չէին խոսում, չէին շփվում, ընդհանրապես եւ ոչ մի կոնֆլիկտ չկար։ Ոնց կբնորոշեք Թադևոսին Հովակիմյան։ Ինչպիսի անձնավորություններ, առողջական խնդիրներ ունեցել է թե ոչ։ Չի կարող պատահել նման բան։ Ոչ մի առողջական խնդիր նա չուներ, մտեք ցանկացած տուն արամուսում, այս փողոցում, ոչ մեկը չի ասի, որ նա առողջական։ Ճիշտ են ասում մարդիկ, ոնց կարող է մարդ առողջական խնդիր ունենալ, եթե նա մեքենա է վարում, էնել տաքսի է վարում, շփվում է մարդկանց հետ, մարդը տեղափոխում, բայց գիժ է, ոնց կարող է դա տեղել։ Ինչ որ մեկը օգտվում է իր տաքսի ծառայությունից։ Ես չգիտեմ, ես թե ոչի։ Այս փողոցում հաստատ ոչ մեկի հետ չէր շփվում։ Ոչ մի հարևան նրա հետ ոչ մի առնչություն չուներ, գնալ, գալ, հարևանություն անել բացառված էր։ Ընդհանրապես կարող էր անցնելուց մեկին գլխով թեթև բարև տար կամ չտար, այդ պատասխանային ու վերջ։ Բոլորը խուսափում էին նրա հետ ընդհանրապես որևէ հարց, որևէ առնչություն ունենալուց։ Շատ զարմանալի է այս որոշումը, որ կայացվել է համեղսունակության վերաբերյալ, ասեմ ձեզ իմ կարծիքն եմ ուզում ասել, շատ հապճեպ որոշում, ընդհանրապես նման որոշումները մեր երկրում շատ երկար ժամանակ է տևում, որ կայացնում են։ Կիմանաք, դուք լավ էլ գիտեք, տարիներ է տևում։ Այո, փորձագնություններ կան, որ տարիներ են տևում եւ հանկարծ երկու ամսվա ընթացքում նման որոշման եկան։ Ասեմ, որ շատ զարմացած ենք, ասեմ, որ շատ հիասթափված ենք մենք Արամուսի բնակչությունը եւ բոլորս, որովհետեւ մեզ թվում էր, թե արդեն վաղուց անցել են ժամանակները, որ կարա մարդը 4 մարդ սպանի մի օրվա մեջ եւ խուսափի պատասխանատվությունից։ Անցել են, բայց պարզվում է, որ ոչ։ Նույն ժամանակները մնացել են 90-ականները։ Այստեղ փողոցում կամ գյուղում հավաքվելով հարցը չի լուծվի, հա դուք այսպես ինչքան եք հավաքվելու, որ իրան, ասենք, ձեր ուզած պատասխանատվության է ենթարկել, այլ ոչ։ Դուք ավելի կոմպետենտ մարդ եք, մեզ խորհուրդ տվեք, ինչ անենք, չեք կարող։ Դե երևի կգտնենք մարդիկ, որոնք խորհուրդ կտան, թե ինչպես վարվենք, այդպես էլ կվարվենք, բայց հաստատ ինչ որ բան կարվի, անհոգ մնացեք, այդպես չի լինի։